Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Իսրայելակառավարությունը հաստատել է հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևը 1988 թվականի Ամերիկայի ԿՀՎ-ի գաղտնազերծված փաստաթուղթը Արցախյան հակամարտության մասին։ Անին Պարիստնեն հալանպահումը նրանց ամենամած գաղտնիքն են Աշոտ Հարությունյան։ Հայերի ցեղասպանության թանգարան ինստիտուտին հազնալ Մուսալերան հերոսամարտի մասնակից Նվարդ Վահիդե Եկարյանի հուշագրությունը հայերի ցեղասպանության ճանաչման ուղին Ավստրալիայում խային որոշալ Գազայի բնակիչների արյան մեջին թթախված ցերքերով դիպչին հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին Հակոբ Բադալյան խեասոր կարևոր աջակցել Արևմտյան Հայաստանապետական հեռուստատեսությանը միացիկ մեր վետերաններին։ Իսրայելակառավարությունը հաստատել արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարիի կողմից ներկայացված բանաձևը պաշտոնապես ճանաչելի Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված հայերի ցեղասպանությունը։ Այս որոշումը հիմնված է բարոյական ու պատմական պատասխանատվության իրան դատապարտման ցեղասպանության պատմական փաստերը ժխտելի, նսեմացնելի կամ աղավաղելի լուբոյ փորձ։ Գիդեոն Սաարին նշել ավեր հայերի ցեղասպանությունը ճանաչել է հրեաների բարոյական պարտականությունը այրանսելավը մեկ դարից ավելի առաջ տեղ ունեցած այս ողբերգության պատմական փաստերը անհերքելի են։ Արևմտյան Հայաստանում մոտ 2 միլիոն հայ զոհակեցալու հազարամյակների մշակութային ու պատմական ժառանգությունը ոչնչացվել է։ Հայերի ցեղասպանությունը շարունակվել է 1915 թվականի ապրիլին հայ մտավորականների ու հասարակական գործիչների զանգվածային ձերբակալություններով ու սպանություններով, որոնց հաջորդ անտեղահանությունն է կոտորածները։ Կառավարության կողմից հաստատվել է նիետը բանաձևը ներկայացվելու է Իսրայելի խորհրդարան Քնեսեթ վերջնական ընդունման հետի։ Մինչ օրս ՄԱԿ-ի 32 անդամ պետություններ ճանաչան հայերի ցեղասպանությունը, այդ թվում Միացյալ Նահանգները, Ներկայացուցիչների պալատի ու Սենատի մի քանի բանաձևերով։ Իտալիան, Արգենտինան, Բրազիլիան, Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Չեխիան, Կանադան, Ռուսաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Վատիկանը, Հունձնև, Լիբանանը ու Սիրիան։ Ամերիկայի Սենատի 1920 թվականի բանաձևի հղումը հիշեցնում է վեր նույն Սենատը ճանաչել է Հայաստան անկախությունը Արևմտյան Հայաստանատարածքում 1920 թվականի մայիսի 11-ին։ Նախագահ Արմենակ Աբրահամյանը պաշտոնապես պատասխանելու է երկուշաբթի 2020 թիվ հունիսի 29-ին ժամը 6-ին յուրուգյունը։ Ամերիկայի կենտրոնական հետախուզության վարչության գաղտնազերծված փաստաթղթերը մին լույս ասփռում Էմպենին երան թահուն ցալել Վաշինգտոնը գնահատելիս Արցախյան հակամարտության պատմական նախադրյալները 1988 թվականին Արցախյան շարժման մեկնարկի օրերին։ 1988 թվականի հունիսի 16-ին ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Ուեբստերը Ամերիկայի փոխնախագահ Ջորջ Բուշին ներկայացրել էր համառոտ տեղեկանք հայ-ադրբեջանական հակամարտության պատմական ակունքների վերաբերյալ։ Փաստաթղթերում նշվում է վեր երկու ժողովուրդների միջև հակասությունները ձևավորվել են դարերի ընթացքում կրոնական, էթնիկական ու տարածքային գործոնների ազդեցությունով, իսկ գլխավոր վեճի առարկան Արցախն է։ Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև 1915 թվականի հայերի ցեղասպանությանը, ընդգծել ավեր Օսմանյան կայսրությունում շուրջ 2 միլիոն հայերի ոչնչացումը խորացրել է հայ ժողովրդի անվստահությունը թուրքական ժողովուրդների նկատմամբ։ Փաստաթուղթը հիշատակում է նաև խորհրդային իշխանության փաստատումից հետո Լեռնային Ղարաբաղը, Արցախը վերը ի սկզբանե նախատեսված էր միացնել Հայաստանին 1923 թվականին հանձնվել է Ադրբեջանի կազմին, ինչից հետո հայերը շարունակաբար պահանջան իրենց վերամիավորումը Հայաստանին։ ԿՀՎ-ի վերլուծության համաձայն Ադրբեջանում բնակվող հայերի նկատմամբ բռնությունների հավակնությունը պայմանավորված է երկու ժողովուրդների միջև կուտակված խորը հակասություններով ու հասարակական լարվածությունով։ Փաստաթուղթը կարևոր պատմական աղբյուրավեր է նշանցատամ թահուն ցալել ամերիկան հետախուզական համայնքը 1988 թվականին գնահատելիս Արցախյան հակամարտության ծագումնազարգացումը ներկայացնել է որպես պատմական, ազգային ու քաղաքական խորը արմատներ ունեցող խնդիր։ Անի հնագիտական պեղումների ղեկավար դոցենտ Մոհամմեդ Արսլանը թուրքական Անադոլու գործակալության տված հարցազրույցումը Անի քաղաքը բնութագրել է որպես միջնադարի կարևորագույն կենտրոններամինը, ընդգծել է վերյուրան մեծ մասը հալամ թաքնված է ստորգետնյա շերտերում ու սպասում է հետագա ուսումնասիրության։ Արսլանի նշելով Բագրատունյաց Հայաստանը մայրաքաղաքի պաշտպանական համակարգը բացառիկ ինժեներական լուծում է։ Քաղաքի հյուսիսային հատվածում կառուցվելիս էր երկշերտ Պարիստնե, իսկ բնական պաշտպանություն ունեցող հատվածներում միաշերտ։ Ամբողջ ամրաշինությունը Ֆելիսալել շուրջ 5 կիլոմետր նշալ է նաև վեր 1064 թվականի սելջուկների կողմից Անի գրավմանը յետը Սուլթան Ալփ Արսլանը կարգադրացել վերականգնել քաղաքի պարիսպները։ Պատմական աղբյուրների համաձայն Անին հայտնել էր որպես 1000 մի եկեղեցիների քաղաք, բայց ոչ պակաս ուշագրավն նրան 7 գլխավոր դարպասները վերբացի պաշտպանական նշանակությունից ունեցան նաև խորհրդանշական դեր։ Դրանց թվում են Առյուծի դարպասը, Շախմատի դարպասը, Դվինի դարպասը, մյուս մուտքերը, որոնք կապան քաղաքը առևտրական, ռազմական ու օգտագնացական ճանապարհների
հետ։ Առանձնատուկ ուշադրության արժանի շախմատի դարպասը վերաշտարակները զարդարված են վիշապների ու ցուլերի բարձրաքանդակներով։ Թեև թուրքական որոշ հեղինակներ դրանք ներկայացնում են որպես թուրք իսլամական մշակույթի խորհրդանիշներ, պատմական փաստերը վկայում են, որ դրանք ստեղծվել են դեռևս բագրատունիների կողմից Սելջուկների Հայաստան ժամանումից առնվազն 1 դար առաջ ու պատկանում են հայկական միջնադարյան ճարտարապետության ժառանգությանը։ Մինչ օրս լիովին ուսումնասիրված չեն նաև Անիի ստորգետնյա կառույցները։ Հնագետները նշում են, որ բացահայտվելա դրանց մենակ մի մասը, իսկ քաղաքի ընդարձակ ստորգետնյա հատվածները շարունակում են բազմաթիվ հարցեր առաջացնել պատմաբանների ու հետազոտողների շրջանում։ 2016 թվականին Անին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում յուրամպարիսպները դարպասներն ճարտարապետական լուծումները շարունակում են վկայել Բագրատունյանց Հայաստանի բարձր զարգացած քաղաքաշինության մասին, իսկ ապագա պեղումները կարին նոր էջեր պետանին հայկական միջնադարյան պատմության ուսումնասիրության մեջին։ Հայագետ ու ցեղասպանագետ Վահրամ Շեմասյանը հայերի ցեղասպանության թանգարանի ինստիտուտի Նահանձնամ Մուսալերան հերոսամարտի մասնակից Նվարդ Վահիդե Եկարյանի 1915 Սուեդիե Մոհարեպեսի 1915 թվականի Սուեդիայի պատերազմը հայատար թուրքերեն ձեռագիր հուշագրությունը 97 էջից բաղկացած այս բացառիկ սկզբնաղբյուրը կարևոր արժեք ունի ոչ միայն Մուսալերան ինքնապաշտպանության պատմության, այլև հայերի ցեղասպանության ժամանակաշրջանի ուսումնասիրության հետ։ Հուշագրության առանձնահատկությունը նա վեր գրվել է անմիջապես դեպքին համընթաց հեղինակի անձնական ապրումների ու անմիջական դիտարկումների հիման վրա, ինչը ձեռագրին հաղորդում է բացառիկ վավերագրական արժեք։ 1916 թվականին Նվարդ Եկարյանը Պորտ Սաիդից տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հուշագրություններ կան տարիներ պահպանվել իրան ընտանիքում ու 1987 թվականին Վահրամ Շեմասյանը ստացել է հենց Նվարդ Եկարյանից։ Հայերի ցեղասպանության վերապրածները հաջորդ սերունդներին փոխանցալ են համ իրենց պատմությունն, համ էլ լռությունը վերը ծնվել է անասելի ցավից։ Այս ժառանգությունը տեռալ է հիշողության, արդարության ու ճանաչման պայքարի հիմքը հատկապես հայկական, հունական ու ասորական համայնքներին հետի։ Պատմաբան Թեմիստոկլես Կիտիկակոսի հրապարակման համաձայն Ավստրալիայում ցեղասպանությունից փրկվածների ժառանգները ընտանիքներում զգացալ են ոչ ամբողջական պատմություն է, տեսալ են չբուժված ցավի հետքերը, իրենց իրանը երկալալ պատմական հիշողությունը պահպանելի պատասխանատվությունը։ Հենց դրան դանել իրանք ակտիվորեն ներգրավել են գիտական հետազոտությունների, կրթական ծրագրերի, ոգեկոչման միջոցառումների ու քաղաքական գործունեությունների մեջ։ Հեղինակը նշում է, որ հայկական համայնքը տառալա ցեղասպանության ճանաչման շարժման առաջամարտիկների ամինը ձևավորելով արդյունավետ համագործակցության ցանցեր ու նպաստելով նաև հունական ու ասորական համայնքների ակտիվացմանը։ Այս համագործակցությունը հետագայում հանգեցրել է մի շարք նահանգներում նոր հարավային Ուելսում, հարավային Ավստրալիայում ու Թասմանիայում ցեղասպանությունների ճանաչման վերաբերյալ որոշումների ընդունմանը։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. Նեթանյահուի վարչակազմը ըստ էության կարում չի որևէ մարդասիրական պենան է, հետևաբար մենակ պիտի մտահոգվել, թե խե է հանկարծ որոշալ Գազայի տասնյակ հազար անմեղ բնակիչների արյա մեջ թաթախված ցերքերով դիպչե հայերի ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին։ Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը հավատարի մնալով իրան սկզբունքներին եշողներին շարունակում է իրան անխափան թեզամոտեցումներով։ Հունց արդեն գիտում ենք, մեր հեռուստատեսությունը ինքնագավազդավ չի զբաղվում, հիմնականում հեռարձակում է արևմտյան Հայաստանապատմության, իր ներկայ ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական նյութեր տա։ Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը գրանցել իր ամենակարևոր նվաճումները։ Մինը հրատարակել Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը վերի նպատակն է պահպանել ու տարածել մեր պատմությունը, մշակույթն ինքնությունը։ Մենք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում ենք Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի այլ կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քյոմեգավը մեր տելևիզիոն հնարավորությունն ավելին ընդլայնվում ու պնդանում, մենք միասին ենք ուժեղ։ Հայ վետերանների ու աջակցողների միավորում, ֆրանսիացի վետերանների ու հայկական ծագումով դիմադրողների միավորում 7-18-ից 78 տարեկանքում պատար Ազատ Վախտոնի Կարիք Միանակ հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք ախբերություն։ Ձեր խնդիրն այնական պաշտոնական արարողություններին պիցրցնել Արևմտյան Հայաստանադրոշը հիշատակի պահապանները իրենց նշանակալի ներկայությունով պաշտոնական արարողություններին հիշատակի արարողություններին, որոնց մասնակցում են կազմակերպություններ եւս պատվում են հայ զինվորների նակամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրենց կյանքը վտանգալ են պաշտպանել ֆիզիկական գիտակի գտնվող քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք հապաղեք Ֆեչկավիկ նախագահ Ժան Ղազարոսյանի հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքան ենք պատրաստալ ապրիկ շադրության հետի պնդկացիք։